Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ձգտումներում, ասել է ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ վերջին հայտարարությունները։ Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։ Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին այն ուղին, որով նրանք ցանկանում են գնալ, եւ Եվրոպան կաջակցի նրանց, ասել է նա։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ առաջարկել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ քննարկել Եվրամիության հետ կապված Հայաստանի ծրագրերը։ Նրա խոսքով տրամաբանական կլիներ, որ Հայաստանը հանրաքվե անցկացներ Եվրամիությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցով։ ԱՄՆ նախագահը մերժել է Իրանի պատասխանը հակամարտության ավարտին ուղղված ամերիկյան առաջարկին։ Այն ինձ դուր չի գալիս, բացարձակապես անընդունելի է, նշել է Դոնալդ Թրամփը։ Թեհրանի պատասխանը ներառում էր պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, այս առաջարկն օրինական է եւ մեծահոգի։ Էսմայիլ Բաղայիի խոսքով ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակման ընթացքում այս փուլում Իրանի միջուկային ծրագիրը չի քննարկվում։ Նա հավելել է, ԱՄՆ-ն շարունակում է անհիմն պահանջներ ներկայացնել։ Թրամփի կողմից իրանական պատասխանի մերժումը հանգեցրել է նավթի գնի աճի շուրջ 3%-ով։ Brent տեսակի նավթի գինը հասել է 1 բարելի դիմաց $104.5, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթի գինը գրեթե $98.5։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ։ Նրա խոսքով հարկավոր է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը, ապա մոնտաժել հարստացման կայանները, ինչպես նաև զբաղվել տարածաշրջանում իրանական պրոքսիների հարցով։ Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելն առաջիկա 10 տարվա ընթացքում աստիճանաբար պետք է լիովին հրաժարվի ԱՄՆ-ի ռազմական աջակցության ֆինանսական բաղադրիչից։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ ղեկավարները մտադիր են քննարկել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նա մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Մոսկվայի հետ բանակցություններում Եվրոպայի ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ։ Քանի որ Շրյոդերը լոբինգ էր անում ռուսական պետական ընկերությունների շահերի համար, նա կնստեր սեղանի երկու կողմերում, ասել է Կալասը։ Ավելի վաղ Պուտինի առաջարկին դեմ էր արտահայտվել նաև Գերմանիան։ Շրյոդերը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 1998-ից 2005 թվականներին եւ համարվում է Պուտինի ընկերը։ Շրյոդերը նաև մի քանի տարի եղել է ռուսական Ռոսնեֆտի տնօրենների խորհրդի նախագահ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովն օրերս ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումը եւ այդ նպատակով ղեկավարների մակարդակով բանակցությունների ձևաչափերը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է միջնորդական ջանքերն ուկրաինացի եւ ռուսաստանցի ռազմագերիների փոխանակման հարցում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երրորդյա հրադադարի մասին, որի ընթացքում նախատեսվում է հազարական ռազմագերու փոխանակում։ Միևնույն ժամանակ կողմերն իրար մեղադրել են մայիսի 9-ից 11-ը հայտարարված հրադադարի հազարավոր խախտումների եւ փոխադարձ հարվածների հետևանքով վիրավորների մասին։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զգուշացրել է գալիք դժվարին ժամանակների մասին եւ երկրի ժողովրդին կոչ է արել ավելի պատասխանատու լինել գլոբալ տնտեսական անկայունության պայմաններում։ Նա առաջարկել է հնարավորության դեպքում աշխատել տնից, օգտվել հասարակական տրանսպորտից, տեղաշարժվել էլեկտրական մեքենաներով, բենզին եւ դիզելային վառելիք խնայելու համար։ Մոդին խորհուրդ է տվել արձակուրդ չմեկնել արտերկիր, ընտրել հայրենական արտադրության ապրանքներ եւ ավելի քիչ ոսկի գնել։ Հնդկաստանի վարչապետը նաեւ գյուղատնտեսներին առաջարկել է կիսով չափ կրճատել պարարտանյութերի օգտագործումը։ Հնդկաստանի վարչապետի կոչը պայմանավորված է համաշխարհային էներգակիրների գների աճով, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սանձազերծած պատերազմի եւ Հորմուզի նեղուցի հետագա շրջափակման պատճառով։ Չինաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով երկրում կլինի մայիսի 13-ից 15-ը։ Սա ԱՄՆ նախագահի առաջին ուղևորությունն է Չինաստան 2017 թվականից ի վեր։ Թրամփի այցը նախատեսված էր ապրիլի սկզբին, սակայն ուղևորությունը հետաձգվել էր Իրանի դեմ հակամարտության պատճառով։ Նախատեսվում է, որ Թրամփն իր չինացի գործընկեր Սի Ցզինփինի հետ կքննարկի Իրանի, Թայվանի, արհեստական բանականության եւ միջուկային զենքի հետ կապված հարցեր։ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են Թրամփի առաջիկա այցի ընթացքում ջանքեր գործադրել Վաշինգտոնի հետ տարաձայնությունները վերացնելու համար։
Սյուզաննա Չրաղյան, լուրեր։